Pink Berry վայելիր այս պահը։ Հանճարեղ Էյնշտեյնն ասում էր. ամեն մարդ հանճար է, բայց եթե դուք ձկանը դատեք ծառ մագլցելու նրա ունակությամբ, ապա ձուկն իր ողջ կյանքը կապրի ինքն իրեն անտաղանդ համարելով։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Ողջունենք մարդկանց, ում շնորհիվ մեր մասնակիցները ստանում են ամենակարևոր, ամենաանկեղծ, ամենաջերմ ծափահարությունները։ Դե իհարկե, խոսքը մեր շատ սիրելի հանդիսատեսի մասին է։ Ողջունենք մարդկանց, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով հղկեցին տաղանդների ճանապարհը։ Got Talent Հայաստանի ամենաբարի, ամենահամբերատար, ամենաէմոցիոնալ ժյուրին։ Շանթի երաժշտական նախագծերում ժյուրիի հարուստ փորձ ունեցող արվեստագետ, երգիչ, ով իր երգերով սեր է պարգևում մարդկանց, արտիստ, ավելին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Անդրե։ Կրեատիվ մտածելակերպ ունեցող պարուհի, ով իր ինքնատիպ բեմադրություններով էսթետիկ բավականություն է պատճառում բոլորին։ Ամարաս պարային համույթի ղեկավար խորեոգրաֆ Վիկտորիա Մարտիրոսյան։ Հզոր ձայնի, դիապազոնի եւ էներգետիկայի տիրուհի, հայրենասեր հայուհի, երգչուհի, որի երգերը անսահման էմոցիաներ են փոխանցում մարդկանց, թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, Սուզաննա Մելքոնյան։ Իր անկեղծ դերերով մարդկանց ժպիտներ եւ տարաբնույթ հույզեր պարգևող արվեստագետ, Hand Art թատրոնի հիմնադիր ռեժիսոր, սցենարիստ ի վերջո սիրված դերասան Տիգրան Գյուլումյան։ Եվ իհարկե ողջունենք մեր գործընկերներին, որոնք ամիսներ շարունակ մեր կողքին են։ Նրանց հետ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվում հրաշալի նախագծեր։ Շնորհակալություն հայտնենք առաջատար SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է գլխավոր մրցանակը։ Նախագծի հաղթողին սպասվում է անմոռանալի կրուիզ ԱՄՆ-ում Royal Caribbean-ի ամենաշքեղ զբոսանավերից մեկով, հրաշալի ժամանցով եւ համերգային ծրագրով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Այսօր մեկնարկում են նախագծի ամենից վճռորոշ, ամենահուզառատ, ամենալարված եզրափակիչ փուլը։ Տաղանդավոր 8 մասնակից հենց հիմա, հենց այս բեմում պայքարելու են երկար սպասված բաղձալի հաղթանակի համար։ Ուշադրություն, այս պայից սկսած մասնակիցների ճակատագիրը նախագծում որոշելու է միմիայն հեռուստադիտողը։ Շոու ծրագրի ավարտից անմիջապես հետո սկսվելու է քվեարկությունը։ Got Talent նախագծի հաղթողին ընտրելու եք հենց դուք, հարգելի հեռուստադիտող։ Եղեք առավել ակտիվ, եղեք ուշադիր եւ հիշեք, ձեր անգամ մեկ ձայնը յուրաքանչյուր մասնակցի համար կարող է դառնալ վճռորոշ հաղթանակի համար։ Մտածեք այդ մասին, իսկ մենք սկսենք եզրափակիչ շոու ծրագիրը։ Այս փոքրիկ աղջնակն իր տաղանդով գերել է շատ շատերին ելույթի հենց առաջին վայրկյանից, կանոնի հենց առաջին հնչյուններից։ Նա նվագել է անգամ փակ աչքերով, նաև ականջակալներով զուգահեռ լսելով Անդրեի եւ Սյուզաննայի երգը։ Բայց անակնկալները դեռ չեն ավարտվել։ Նա կրկին զարմացնելու է այսօր, նվագելով թարս կանոնի վրա։ Տեսնենք։ Դիմավորեք։ Նարա Բաբայան։
Բաբայան։ Փակ աչքերով, փակ ականջներով, թարս կանոնով, նառա, իսկական եզրափակիչի ելույթ էր, ապրես։ Ապրես։ Լսենք ժյուրիին, Սյուզաննա։ Ողջույն Նարա ջան, ես սրտան շնորհավորում եմ քեզ, այսպես նստած լսում էի, դիտում էի ու հպարտանում էի քեզանով ու հասկացա թե ինչքան ճիշտ էր, որ մեր հանդիսատեսը, մեր հեռուստադիտողը քվեարկեց քեզ եւ դու այսօր այս հրաշք բեմում Got Talent Հայաստանի եզրափակում ես եւ պայքարում ես հաղթանակի համար։ Շարունակում ես զարմացնել, շարունակում ես հիացնել, շնորհակալություն քեզ առհասարակ որ դու կաս ու մեր նախագծում ես։ Ապրես։ Անդրե։ Բարի երեկո, շատ ուրախ եմ, որ արդեն հասել ենք մեր գեղեցիկ եզրափակչին։ Ես շնորհավորում եմ եւս քեզ, Նարեջկա ջան, եւ սպասում եի, որ քո կանոնը վարդագույն գույնի է լինելու, որտեվ շատ սիրուն ես, իսկական արքայադուստր ես։ Ինձ համար մի փոքր սպասումներս իսկապես քեզանից ինչքան շատ է դու այդքան արեցիր, բայց այնտեղ քո ետևում կային ջութակներ, որոնք լարից ընկած էին, բայց անգամ դա չխանգարեց քեզ, որ դու մաքուր, սիրուն եւ պրոֆեսիոնալ նվագես։ Շնորհակալություն։ Վիկտորիա։ Ողջույն Նարա ջան, Բարև։ դու գեղեցկուհի ես եւ ամենակարևորը որ դու շատ լավ պատրաստվել էիր ֆինալին։ Ես մտածում էի թե Նարան այս անգամ ինչ է անելու։ Չէի պատկերացնում որ կարելի է կանոնը թարս շրջել եւ այդպես էլի ականջներիդ մեջ ուրիշ երաժշտություն հնչի, դու ռիթմից չընկնես եւ այսպես զարմացնես մեզ։ Շատ ուրախ եմ որ հեռուստադիտողը ճիշտ քվեարկություն է անում, նկատում են եւ գնահատում են եւ հասկանում են թե դուք այսքան ամիսների ընթացքում ինչով եք զբաղված այստեղ եւ որ ամեն ինչ անում եք որպեսզի ամեն եթերին բոլորիս զարմացնեք։ Ապրես։ Շնորհակալություն։ Տիգրան։ Ողջունում եմ Նարաջան։ Շաբլոն չընչի ասածս, բայց ինձ բեմից հուզելը մի քիչ դժվար է, լինելով մասնագիտությունից նաև։ Իսկապես ես հուզվեցի մի քանի հանգամանքներից ելնելով, թե ինչքան ներդաշնակ էր քո քնարական կեցվածքը, քո քնարական գործիքը, քո քնարական կատարումը, քո քնարական ժպիտը, եւ դու ինչքան վստահ ես բեմի վրա կանգնած, վստահ եւ հստակ մի լույս նվագեց մի գեղեցիկ երաժշտություն եւ հուզեց մեզ բոլորիս։ Ես համոզված եմ, որ այդպես լույսով արվեստի մեծ լույսով քայլելու ես առաջ։ Շնորհակալություն։ Դե հիշում ենք Նարայի համարը, որովհետև նա այսօր մեկնարկեց մեր համերգը եւ նրա համարն է 0-1։ քվեարկում ենք անմիջապես հաղորդման ավարտից հետո։ Ներկայացնենք քվեարկության կարգը։ Թիմի Viva-ի Յուկոմի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 44-49 կարճ համարին, նշելով իրենց նախընտրած մասնակցի հերթական համարը։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հաշվելու է 1 ձայն։ Կարող եք քվեարկել նաև Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքեջում, ինչպես նաև Շանթի եւ Got Talent Հայաստան նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջերում տեղադրված հղումով։ Խնդրում ենք մեկնաբանություններ, նամակներ մի գրեք, որովհետև դրանք չեն հաշվվելու։ Պարզապես անցեք հղումով եւ քվեարկեք։ Քվեարկությունը կսկսվի ծրագրի ավարտից հետո եւ կտևի ընդամենը 1 ժամ։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլ կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարելով որակական նոր փուլ։ Ուշադրություն, աշնանային եթերաշրջանի ամենասպասված իրադարձությունը։ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարում է համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի մեկնարկը X Factor Kids։ Եթե ձեր երեխան 7-ից 14 տարեկան է, օժտված է բացառիկ ձայնային տվյալներով, երազում է մեծ բեմի մասին, ուրեմն սա
հենց նրա հնարավորությունն է։ Հարգելի ծնողներ, ժամանակ մի կորցրեք, շտապեք հայտարարել ձեր փոքրիկին հենց այսօրվանից։ Մանրամասները Շանթի պաշտոնական կայքում կամ զանգարեք նշված հեռախոսահամարով։ Տաղանդավոր այդ մասնակիցն իր ելույթներով մեզնից յուրաքանչյուրին ամեն անգամ ստիպում է իրեն երեխա զգալ, որը հիանում է անհավանական հրաշքներով։ Մարդ, ով ձերքի անտեսանելի շարժումով ջնջում է մարդկային երևակայության եւ իրականության սահմանները։ Դիմավորեք ամենախորհրդավոր մարդ աճպարար Գագիկ Դանելյան։ Բարև ձեզ։ Got Talent եզրափակիչ։ Փոքր ժամանակ դպրոցական ուսուցիչներից մեկը մամայիս ասում էր բոլոր երեխաները տաղանդավոր են, ակտիվ են, բացի Գագիկից։ Նախագծի առաջին օրվանից ես բոլոր երեխաների երազանքները գրել եմ այս թղթերի վրա, ցանկությունները, երազանքները։ Մինչև իրենց անցնելը եկեք Անդրե ձեզնից սկսենք։ Եթե ձեր մանկությունը նկարագրեիք մեկ կարճ բառով կամ ձեզ մանկության ժամանակ, ինչ բառ կլներ դա։ Խաղաղություն։ Խաղաղություն։ Եկեք կարճ խաղաղ։ Շատ լավ։ Վիկտորիա։ Եթե մի հատ երգ մտածեք, որը նկարագրում է ձեր մանկությունը կամ ասոցացում է ձեր մանկության հետ, ինչ երգ կլներ դա։ Կամ չէ դեռ մի ասեք, մտածեք այդ երգի մասին։ Ինչքան է տարօրինակ չհնչի, ինձ պետք է ձեր հեռախոսը, մի հատ երաժշտություն որպեսզի դնեմ։ Հեկվարկյան շատ արագ։ Ընթացքում կարակ ծափարեք ես միջև։ Մի անգամից ձայնը իջացնեմ, շատ լավ։ Մի հատ երաժշտություն ունեք, չէ՞ ձեր մտքում։ Կասեք այն երաժշտությունը, որ մտածում եք։ Michael Jackson, Billie Jean։ Michael Jackson, Billie Jean։ Որ տարիքում է այդ երաժշտությունը ձեր մոտ ասոցացվում ու ինչ ասոցացիաներ ունեք իր հետ։ Ամբողջ մանկությունս մանկություն ասելով 10 տարեկանից հետո իմ բոլոր երաժշտության հետ կապված բոլոր մտքերը Michael Jackson-ն են։ 10 տարեկանից սկսած ձեր բոլոր։ Այստեղ ոնց ասեցի մի հատ երաժշտություն եմ դրել։ Ձայնը իջացրել էի։ Ես ուզում եմ միկրոֆոնը երևի բերենք այստեղ։ Ձեր ձեռքով ձայնը կբարձրացնեք։ Կամ շրջեք, որպեսզի ձայնը միանա, շրջեք ու ձայնը միացրեք, տեսեք ինչ երաժշտություն էի դրել։ Բոլորին ցույց տվեք։ Oh yeah. Մենք այսօրվա մեր եսը ստեղծում ենք մեր Բայց ոնց մի վարքան է։ սենց շտով դեռ կանդրադառնանք այդ ոնցին։ Ասա։ Մեր այսօրվա մեր եսը մենք ստեղծում ենք մեր հիշողություններով, մեր փորձառությամբ, գիտելիքով։ Ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը հիմա մտածի մի օրվա մասին, որ իր կյանքի համար շատ կարևոր է։ Մտածեք այդ օրվա մասին։ Հիշեք այդ օրը ու ամսաթիվը։ Օրինակ, եթե հուլիսի 24-ի մասին եք մտածում 24:07։ Բոլորով մտածեք ու հստակ ունեցեք այդ թիվը ձեր կյանքի կարևոր օրվա, այն օրվա, որը ձեր սրտում ինչ-որ բան է նշանակում։ Ու երբ որ պատրաստ լինեք ու ունենաք այդ թիվը ծափահարելու եք, որ ես հասկանամ ու շարունակենք։ Անդրե, դուք ձեր մանկությունը նշեցիք, որ խաղաղ։ Այս գրատախտակը ամբողջ ընթացքում այստեղ դրված էր։ Այստեղ նախորդ գրել էի մեկ բառ, ու պատահաբար թե ոչ։ Ու հենց խաղաղ։ Հիմա ուզում եմ բոլորով այդ թիվը հիշում եք, վերցրեք ձեր հեռախոսը ու մտեք հաշվիչը։ Պարոն Գյուլիմյան, ձեզ սկսենք ձեզնից, կասեք այն 4 թիվը այն օրը ու ամիսը, որը մտածել եք։ 14:07 14:07 բոլորով գրեք։ Բազմապատկած սխմեք։ Սյուզաննա, ձեր օրը։ 24:02 24:02 գրում ենք։ Գումարած, Վիկտորիա։ 23:04
2304 բոլորով գրում ենք եւ գումարած Անդրե Մայիսի 9 0905 նու 0-ն չի գրվում 905 905 լավ 905 եւ գումարած ու եւս մեկ թիվ պետք է ստանանք միասին, բայց ոչ գիտակցաբար։ Պարոն Գլիմյան, ձեր մատը սենց կպայեք։ Թվերը մոտավոր էստեղ են, գումարածը սխմել եմ, 2 անգամ տարբեր տեղեր կսխմեք։ Շատ լավ, Սյուզաննա։ Ու վերջում միայն մեկ անգամ։ Պետք է բոլորով գումարեք այս թիվը, ես թիվ ասեմ բոլորով գրեք 6, 7, 9, 4, 1, 9, այսինքն 6,679,419 և վերջում հավասարը սխմեք բոլորի մոտա ստացվել այս թիվը Սյուզաննա թիվը բարձրաձայն կասեք 10,062,242 242 վերջում Եթե ուշադիր նայեք 10.06-ը հունիսի 10-ն է այսօրվա ամիս ամսաթիվը բոլորիդ մոտ եթե սա ստացվել է իսկ 2242-ը եթե այստեղ դնենք 2 հատ կետ հենց այն ժամն է որը հիմա գտնում է ձեր հեռախոսի մեջ 2242 Ես գնում եմ Մենք բոլորս ենք գնում Բայց մենք դեր շարունակում ենք Գատիկ ես ինչո մի րոպե ուշքի գան Ես դեր սկիզբն էր Վաու Ինչ? Իսկապես վաու Այստեղ ինչպես ասեցի ես պատրաստել եմ մանկական երազանքներ Սյուզաննա, Վիկտորիա, մի հատ դուք եք ընտրելու, միայն դուք եք տեսնելու, ձեռքը մտցնելու եք շոշափելով, միայն մեկ հատ անելու եք ու ձեր մոտ բայեք առանձին նայեք, ոչ տեսախցիկը տեսնի, ոչ ինչ-որ մեկը ու ես առաջին փուլից ուզում եմ գամ այս կողմից ընտրությունը տամ ուղղակի բացեմ, կշոշափեք առանց նայելու մեկը ընտրեք միայն մեկ հատ Նայեք, բայց ոչ մեկին ցույց մի տվեք, մենակ դուք տեսեք Միայն մեկ հատ անեք ու ձեր նայեք Շատ լավ, Անդրե Այս կողմից ես, որ խնդրեմ 5-6 հատ ուղղակի ձեռքը մտցնելու եք, շատով վերցնելու եք, միայն դուք եք տեսնելու, ոչ մեկին ցույց չեք տալու, եթե տարօրինակ տան ոչ մեկի հետ չեք քննարկում, միայն դուք։ Ձեր ձեռքը մտցրեք ու մի քանի հատ վերցրեք։ Ինչքան ուզեք։ Հա։ Շատ լավ։ Ու բացեք, միայն դուք եք տեսնում ու ոչ մեկի հետ չեք քննարկում։ Սյուզաննա, Վիկտորիա, տեսել հիշել եք։ Գտակ։ Հիշել եք, չէ՞, մտքում մի քանի անգամ ասեք, որ չմոռանաք դուք էլ տվեք։ Ասում են, որպեսզի երազանքները իրականություն դառնա։ Իրանց պետք է վառենք։ Սա ամենադժվար պրոցեսն է։ Եվ մտածեք այն երազանքների մասին, որը տեսել եք։ Բարձրաձայն կասեք ինչ եք ընտրել։ Հանդիպել ձմեր պապիկին։ Հանդիպել ձմեր պապիկին։ Վիկտորիա։ Թրջել։ Թրջել ու հանդիպել ձմեր պապիկին։ Այստեղ ես ունեի մեկ ծրար, որտեղ գտնվում է մեկ նկար։ Ու հենց թրջող ձմեր պապիկ, որտեղ գրված է, որ հենց թրջում է նա։ Բայց գիտեք, ես այսօր ուզում եմ բացահայտեմ այս հնարքի գաղտնիքը։ Հələ։ Ուզում եք։ Հա, շատ։ Օրինակ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը էկրանին։ Ես գամ այստեղ, որպեսզի գաղտնիք տեսնեք։ Միացնենք տեսանյութը։ Ողջույն, ես Գագիկ Դանիելյանն եմ եւ ես գիտեմ, որ Got Talent Հայաստանի եզրափակչին Սյուզաննան կընտրի ձմեր պապիկին, իսկ Վիկտորիան կցանկանա թրջել։ Ուզում եք իմանալ, թե ոնց եմ արել, իսկ ամեն ինչ շատ պարզ էր։ Ես պետք է անցնեի հնարավորի ու անհնարինի բոլոր սահմանները եւ մեկ շաբաթվա ընթացքում զարգացնեի Սյուզաննայի եւ Վիկտորիայի 6-րդ զգայարանները։ Դա շատ բարդ էր, բայց ես արեցի ամեն ինչ քայլ առ քայլ։ Որպեսզի նրանք ճիշտ ընտրություն անեն, ես պայմանավորվեցի մարդկանց հետ,
ովքեր նրանց հետ անմիջական կապի մեջ էին։ Ու իմանալով նրանց տեղաշարժը, ինձ մնում էր մի քանի օրերի ընթացքում որոշակի հուշումներ տալ։ Բնականաբար ես չունեմ բոլոր տեսանյութերը, սակայն առաջարկում եմ դիտենք մի քանիսը։ Ես պայմանավորվեցի օպերատորի հետ, եւ մենք ստեղծեցինք պատմություն, իբր նա նկարում է օրագրի կադրեր մեր սիրելի ժյուրիի անդամների հետ։ Սկզբում ես տեղադրեցի թևեր Վիկտորիայի անվան մոտ, ու երբ նա կմոտենա, կբացի դուռը, ենթագիտակցորեն դա կտեսնի ու կամրապնդի իր մտքում։ Բացի դրանից, երբ բարձրանում էր աստիճաններով, աստիճաններին ամբողջ ընթացքում նույնպես տեղադրված էին թևեր, որը նա նույնպես ամրապնդեց իր մտքում։ Սյուզաննային ներշնչել ձմեռ պապիկին այս տաք եղանակին ամռանը շատ ավելի դժվար էր։ Դրա համար իմ համար կարևոր էր, որ նա ուշադրություն դարձներ ձմեռ պապիկին, սակայն չիմանար, թե ինչի համար է այն այնտեղ դրված։ Բացի դրանից, նրա անվան մոտ գտնվող ձմեռ պապիկը նույնպես ազդեց նրա որոշման վրա ուղղակի ենթագիտակցորեն։ Բացի դրանից, մի քանի օրերի ընթացքում նրանց մոտ անընդհատ պետք է հնչեր ձմեռ պապիկ կամ թռչել բառերը։ Առաջարկում եմ դիտենք մի քանիսը։ Նրա հնարքների շնորհիվ երազանքները հատկապես Ամանորի երազանքները կարող են թռչել դեպի տիեզերք եւ իրականություն դառնալ։ Դու թռչիր անձրև, դու թռչիր անձրև, դու թռչիր։ Սիրելի հեռուստադիտող, ես հասկանում եմ, որ սա ձեզ համար անհնարին կթվա, եւ դուք կմտածեք, որ ես պայմանավորված եմ եւ Սյուզաննայի եւ Վիկտորիայի հետ։ Բայց այս ընթացքում նրանց էմոցիաները տեսնելով կհամոզվեք, որ ոչ մի պայմանավորվածություն նախորոք չկար։ Գագիկ, ես մտածել եմ օրագիր են նկարահանում։ Ամեն ինչ մեր պլանավորվածն էր։ Մտածել։ Այնքան լուրջ ասացին Վիկա ջան նորից, որ խնդրեմ կանցնեք օրագիր եք նկարում։ Մավատում, լասում է։ Ես գնում եմ ես նախ։ Մի անգամ Հայաստանի սահմանամերձ գյուղերով շոուներ էի արել երեխաների համար։ Դրանից մեկ ամիս անց իմացա, որ նրանք ձմեռ պապիկի նամակում գրեցին, որ կցանկանան նորից հանդիպել աճպահարին։ Ես ծնվել եմ 1994 թվականին Արցախում Արցախյան պատերազմից ու հայրիկի զոհվելուց հետո։ Ու յուրաքանչյուր ամանորի միայն մեկ երազանք ունեի։ Մեծանալով երբ գիտակցում ես, որ երբեք
Գագիկ Դանելյան։ Ամենախորհրդավոր մարդուն մեր մրցույթի հաջողվեց նաև ամենաշատ հուզել մեր հանդիսատեսին։ Բրավո Գագիկ։ Եկեք բարձր ծափահարենք։ Ով է պատրաստ խոսելու։ Տիգրան։ Էլ խոսելու տեղ թողես, որ խոսա։ Գագիկ, իրականում նախագծի սկզբից մինչև հիմա կես կատակ, կես լուրջ ես փորձում եմ չհավատալ ֆոկուսներին, այսինքն հասկանալով, որ ֆոկուս է, չգնալ, դուր չտալ, բայց դու կրկնակի անգամ ինձ փորձում ես ապացուցել և իսկապես եկար հասար են կետին, որ ես էլ չեմ ուզում հասկանալ, որ սա ֆոկուս է, ես ուզում հասկանալ, որ սա իրականություն է, սա հրաշք է, որ մեր դիմաց կանգնած է մի երիտասարդ, որը կարողում է իր մտքի, իր ձայնի, իր ձևակերպած խոսքի, իր հնարքի, իր ազդեցության գոտու մեջ գցել շատ մարդկանց և տանել այնտեղ, որտեղ որ ուզում է տանի արտիստը։ Բրավո։ Շնորհակալություն։ Վիկտորիա։ Գագիկ ջան, իսկապես շատ դժվար է հիմա ինչ-որ կոմենտներ թողենք կամ ինչ-որ բան ասել, կարծում եմ, որ դու բոլորիս տեղը խոսեցիր, բոլորիս տեղը ասեցիր և շատ հստակ քո ձեռագիրը թողեցիր թե այս նախագծում, թե ընդհանրապես։ Մեզ շատ նամակներ են գրում, որ ինչու այս աճպարարը չէ, այլ Գագիկը անցավ և այլն, նախ ասենք, որ հեռուստադիտողն է ընտրում ձեզ և դու հենց հիմա քո այս ելույթով բոլորի հարցերին պատասխանեցիր, շատ հստակ, շատ պարզ, շատ թափթանցիկ, ծափահարեք խնդրում եմ։ Ես ուղղակի խոսքեր չունեմ, գիտես ես միշտ և վախեցել եմ թռչելուց, միշտ շատ մեծ վախ ունեմ, բայց նաև երազել եմ ու նաև միշտ հետևելով Դեյվիդ Կոպերֆիլդին շատ սիրել եմ որպես աճպարար և այլն ու միշտ սպասում էի այն պահին, երբ որ սկսում է ինքը թռչել ու երևի դու այդ ամեն ինչը բոլորը ամեն ինչ նկատում ես, ամեն ինչ զգում ես, մտնում ես բոլորիս հոգիները, չգիտեմ, այսօր ուղղակի չեմ գտնում բառեր, ուղղակի պապանձվել ենք բոլորս, չգիտեմ։ Բրավո քեզ, ապրես, ապրես, ապրես։ Դու ֆենոմեն ես, չգիտեմ։ Շնորհակալություն։ Սյուզաննա, կմտածեք, թե ինչեր էր նախապատրաստում Գագիկը։ Միշտ դուք գալիս էիք դիմահարդարման։ Ես առհասարակ չէի մտածի, որ աճպարարությունը ինձ այսքան կհուզի երբևէ, մի փոքրիկ ներկայացման մեջ կար և զվարճանք, և խինդուծիծաղ, և աճպարարություն, և մարդկային ցավ, հուզմունք։ Ես շատ հուզվում եմ, երբ արական սերի ներկայացուցիչը հուզվում է բեմում ու խոյ կներեք։ Երբ նախագիծը նոր էր սկսվում, աճպարարների մենք շատ ենք ունեցել և հեռուստադիտողն էլ գիտի, ես միշտ նշում էի, որ գիտեք չեմ հասկանում, վախենում եմ, բայց Գագիկ ջան, շնորհակալ եմ, որ դուք սա էլ արվեստի մի ճյուղ է, դուք բոլոր օղակներով ապացուցեցիք սա և ուզում եմ նշել, որ վստահ եմ ձեր հայրիկը շատ վաղուց հպարտանում է ձեզանով, ապրեք։ Շնորհակալ եմ շատ։ Անդրե։ Ես շատ վաղուց որոշում եմ կայացրել, որ զսպեմ իմ ապրումներս, հույզերս, կարոտս, ուղղակի չեմ կարող, իսկապես չեմ կարող հիմա զսպեմ ու շատ փորձեցի, չգիտեմ ինչ արեցիր դու Գագիկ, շնորհակալ եմ քեզ, որտեվ միգուցե պետք չի զսպել,
միգուցե պետք չի լռել, միգուցե պետք է խոսալ, բայց այսպես խոսալ։ Իսկապես շնորհակալ եմ այս շատ գեղեցիկ ներկայացման համար, շատ զգացմունքային, այնպես չի, որ ես Արցախից եմ, որ ես ուզվեցի, որովհետև դու հուզեցիր բոլորին, դու հուզեցիր եւ ոչ միայն մեզ, ես վստահ եմ, ես նայում եմ այնտեղ աշխատակազմին, որոնք որ հուզված էին, հեռուստադիտողը վստահ եմ, որ հուզված է, չգիտեմ ինչ արեցիր, չգիտեմ իսկապես, չգիտեմ ինչ ես արել։ Շնորհակալ եմ շատ։ Գագիկ Դանելյան համար 0-2։ Շատ ակտիվ քվեարկում ենք հաղորդման ավարտից հետո։ Գագիկ Դանելյան։ Մեր նախագծի ովանավորն է Royal Armenia ընկերությունը։ Իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Ողջ թարմացա, գնանք աշխատենք։ Տաղանդավոր այդ պատանին բեմում դառնում է Յան Գիլան, Դեյվիդ Գիլմեր, իսկ այսօր Օզի Օսբորն։ Բայց կյանքում նա նույն անուն ազգանունն ունի։ Հրաչյա Օրդուխանյան։ Դիմավոր է։
Հրաչյա Օրդուխանյան։ Լսենք ժյուրին, Անդրե, խնդրեմ, խոսքը ձերն է։ Ես շոկահարված եմ։ Իսկապես եմ ասում, ես գիտեի ինչպես է նվագում մեր Հրաչյան, բայց որ այսպես է նվագում մեր Հրաչյան, ես ուղղակի չէի սպասում։ Գիտես ինչն է հարցը, որ ոնց կարող է սա լինել իրական ժողովուրդ, ինքնուսա, ինքը չի սովորել, ինքը իրա, չգիտեմ, սա բնատուր, սա աստվածատուր։ Իսկապես God bless you։ Աստված օրհնի քեզ։ Որտեվ սա աստվածատուր տաղանդ է, ես չգիտեմ ինչպես կարելի է գիտարի վրա կանոն նվագել, ինչպես կարելի է գիտարի վրա կլավիշա նվագել, հասկանաս, էս ինչ է, ժողովուրդ, սա ուղղակի վշի պիլատաժ էր, ես ուղղակի ցնցված եմ, Հրաչյա ջան, ապրես շատ, ապրես, դու միջազգային ես, ես նորից եմ ասում, դու միջազգային ես։ Շնորհակալ եմ։ Ու այդ երազանքիդ հավատա, դու հասնելու ես, բրավո։ Շնորհակալություն։ Սուզաննա։ Վստահ եմ մենք 4-ս էլ հանդիսատեսնել ու վստահ եմ հերոստադիտողնել ասելու են էս ինչ էր, որովհետև մեկ այլ բան է, երբ տարիներով կրթություն է ստանում, բարձրագույն, ոչ միայն Հայաստանում, գուցե միջազգային ուսումնական հաստատություններում, այս դեպքում երաժշտական, բայց բոլորովին այլ բան է, չմոռանանք, որ Հրաչյան մեծ չի, ինքը դեռ երեխա է, բայց հասուն մեծ կայացած արտիստի պես կանգնած է բեմում ու բոլորիս ոտքի է կանգնեցնում։ 2 տարում ոնց կարելի է այսպես նվագել, հասկանում ես դու, 2 տարի։ Ես չգիտեմ։ Չէ։ Հիմա ուզում եմ հայտարարել իմ երազանքն է, որ Global Got Talent-ի հոլովակներում քո ելույթը հայտնվի։ Ես մեծ ուրախություն կապրեմ, եթե դա տեսնեմ։ Ապրես։ Շատ շնորհակալ եմ։ Վիկտորիա։ Հրաչյա, դու հրաշք ես, չգիտեմ, ես վայելում եմ ամեն անգամ քո բոլոր ելույթները, այս անգամ եւս վայելեցինք բոլորս ու շատ վատ է, որ քիչ է մնացել, որ մենք այս ամեն կիրակի քեզ պետք է լսենք, բայց վստահ եմ, որ այս նախագծից հետո դու կդառնաս այն արտիստներից, որոնց մենք հաճախ կտեսնենք, կլսենք, որովհետև դու շատ տաղանդավոր ես։ Ապրես։ Շնորհակալություն։ Տիգրան։ Հրաշ ջան, ես ոչ թե շոկահարված եմ, այլ գիտարահարված եմ։ Իսկապես տաղանդը այսպիսին է լինում, աստվածաշնորհ տաղանդ, ոչ միայն որ տեխնիկապես տիրապետում ես գործիքին, նվագում ես և մեզ զարմացնում ես, այլ հսկայական մեծ արտիստիկ կեցվածք ունես, միջև անգամ խոսքդ, ժպիտդ, հայացքդ, վերաբերմունքդ գործիքի հանդեպ, ուղղակի բեմում կանգնած ես ու մենք տեսնում ենք տարբերվող մարդ, դու տարբերվող մարդ ես, և ես շնորհակալություն եմ ուզում հայտնել այս նախագծի հեղինակներին, տնօրենին, որ ինձ հրավիրեցին, որ այստեղ մասնակցեմ, նաև այս կապը լինի, որովհետև վաղը այն երջանիկներից մեկն եմ լինելու, որ մեծ համաշխարհային բեմից քեզ տեսնելու ենք ու ես այստեղ նստած ասել եմ մի փոքրիկ մաս եմ ունեցել։ Շնորհակալություն։ Հրաչյա, այ հիմա հայտարարիր, որն է քո երազանքը, ում հետ ես ուզում համաշխարհային աստղերից նվագել նույն բեմում։ Դեյվ Մենիկեցի հետ YNT խմբի։ Լսեցիք։ Ուրեմն սպասում ենք այդ օրվան։ Քվեարկում ենք Հրաչյայի օգտին անմիջապես հաղորդման ավարտից հետո։ Հրաչյա Օրդուխանյանի համարն է 03։ Պինգբերի ամենավառ նորույթն արդեն այստեղ է։ Ռուբի վանիլային համեղագույն պաղպաղակ պատված ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունավոր ու խրթխրթան գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրդ դարձնի ավելի քաղցր ու գունավոր։ Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վայելելու ռուբի հրաշքը։ Ահա, ռուբի, օրս քաղցրացավ, նոր գույներ ստացավ, ուղղակի շատ համեղ է։
Ռուբի, նոր հրաշք, նոր համ, նոր վայելք, վաճառվում է ամեն օր։ Հարգելի հանդիսատես, ես ուզում եմ որպեսզի մենք բոլորս ջերմ ծափարություններով ողջունենք դահլիճում գտնվող Սեդա տատիկին, ով 96 տարեկան է եւ մեր Անդրեի տատիկն է։ Հենց այսպեսի սեր է վայելում Got Talent Հայաստան մրցույթը եւ Սեդա տատիկը եկել է այստեղ։ Վայելելու հրաշալի շոու ծրագիրը։ Առիթից օգտվելով ողջունենք աշխարհի բոլոր հայ տատիկներին։ Ողջույն սիրելի տատիկներ։ Տաղանդավոր այդ պատանին այս բեմում քայլ առ քայլ կերտեց իր տաղանդի ուղին եւ դարձավ իսկական հայտնություն հայկական աշխարհի համար։ Նա ձայն պարգևեց անշունչ առարկաներին եւ ապացուցեց, որ իր ձեռքերում անգամ քարը, անգամ դդումը կարող են վերածվել երաժշտության։ Իսկ ինչ նոր հայտնություն է սպասվում այսօր։ Դիմավորեք բազմագործիքահար Տիգրան Մկրտչյան։ Դիմավորեք։ Տիգրան Մկրտչյան, նվագակցության համար շնորհակալություն հայտնենք շնորհալի երաժիշտներին եւ Վահագն Drums դհոլահարների համույթին։ Լսենք ժյուրիին, Անդրե։ Տիգրան ջան, իսկապես տեխնիկա զարմացնում է, դուդուկով նվագել, այդքան արագություն, այդ խաղերը, ես ուզում եմ ասել, որ դա այդքան էլ հեշտ չէ, զուռնայով կարող ես, բայց դուդուկով նույն բան ու այդքան մաքուր ու այդքան հնչեղ ու այդքան սիրուն, բայց
ցավոք սրտի էլ չես զարմացնում, կա բան, որ էլի կզարմացնես ինձ եւ բոլորիս։ Կա։ Մոտ ես Չեմ հավատում, հիմա ինչ է։ Տիգրան ջան, ընտելացրել ես արդեն։ Լավ Տիգրան, հիմա ինչա։ Վերեմ տեսնենք։ Բեր տեսնենք եւ լսենք։ Վեր։ Միշտ պահում է վերջը։ Ահա։ Օհո։ Եվ ես Պարկապազու։ ես նոր ասում եի հաստատ կոկոսա լինելու։ Այ քեզ բան։ Սա Պարկապզուկ չի, չէ՞ սա։ Չէ՞։ պարկապզուկ է։ Ուղղակի շատ մաքուր սիրուն եւ չթրաշված։ Իսկ այն Սա ինչ ինչ-որ է։ տարբերվող Իսկ այն մյուսը ինչ է։ Այս մյուսը գազ արա դդում է, կոկոս Չէ, է։ իսկ բաս մի հատ ցույց կտաս այսպես։ Երեքը մեկում։ Այ քեզ գազար, դդում եւ կոկոս։ Ժորտ իսկապես բրավո։ Եկեք ծափահարենք Տիգրանին եւ Տիգրանի հայրիկին։ Լեռնային տրոպիկական գործիք, ինչ? Կոկո դդմագազ։ Տիգրան Մկրտչյան։ Տիգրան Մկրտչյան։ Բրավո Տիգրան ջան։ Իսկ հիմա մյուս գործիք կարող ես մյուս գործիքն էլ նվագել։ Այո, վստահ ես։ Այո, բայց մի փոքր ներկայացնեմ այս Այո։ գործիքից։ Որտեվ շատ հետաքրքիր է, ես այնտեղ նկատում եմ սպիտակ կոտոշ։ Այս Ում գործիքը կոտոշն ես փոքել այս անգամ։ ցուլի։ Ցուլի։ Սա նման է տեսքով պարկապզուկի, բայց սա էլ ենք իմպրովիզ արել։ Սա ջրի խողովակից երկու հատ շվի միացրել ենք կոտոշով, Մետալապլաստ։ միավորել ենք եւ մի անցքի մեջ փչելով երկու ձայն եմ կարողանում ստանալ։ Բրավո։ Այսինքն մեր լեզվով ասած մեկը ինձ դամ է պահում, նվագակցում է, իսկ մեկով էլ ես եմ նվագում։ Բրավո։ Մարդ նվագախումբ, դիմավորեք Տիգրան Մկրտչյան։ Բրավո։ Վաու։ Հրաշալի էր ուղղակի։ Մարդու մտքին տեղ լինի, եթե մարդ ուզում է ստեղծագործել, ամեն հնար գտնում։ Նա Ուղղակի նշանակ։ ապշած եմ իսկապես ամբողջ մարմնից եմ որ ասում եմ բոլոր բջիջները փշակաղված են այս հնչյուններից ծափարում եմ ձեզ մեր Տիգրանի հայրիկին եկեք միասին ծափարենք բրավո բրավո Ես շնորհակալ եմ քեզ հայրիկիդ ձեր ընտանիքին որ այսքան հայկական եք այսքան իսկական եք եւ չգիտեմ ժորտ եկեք ծափարենք իսկապես Սա ուղղակի երևույթ է, ես կարծում եմ, որ սա երևույթ է։ Շնորհակալություն։ Լսենք Սյուզաննային։ Ճիշտ ասած Սյուզաննան այսպես նստած դիտում է, լսում է, հիանում է ու մինչև ընդհանրապես այս նախագիծը ինձ թվում էր ես տաղանդավոր եմ։
Դու շատ տաղանդավոր ես։ Բայց Դու ոչ թե տաղանդավոր ես, դու գեր տաղանդավոր ես, այսինքն գերբնական է քո տաղանդը, հասկանում ես։ չէ, ես ավելի շատ ուրախ եմ մեր ապագա սերնդի համար, շնորհակալ եմ Անդրե շատ, բայց միտքս շարունակեմ, ասեմ, որ շատ ուրախ եմ այս ապագա սերնդի համար, որովհետև Նարա, Տիգրան, հետո մնացած մեր այս մոտ սերնդի մասնակիցները, ինչքան տաղանդաշատ մարդիկ կան մեր ժողովրդի մեջ, մեր ազգի մեջ եւ հենց դուք եք մեր դրոշը ծածանողը։ Շնորհակալ եմ շատ։ Ես հպարտանում եմ քեզանով, շնորհավորում եմ այս փուլի համար, ինչպես միշտ գիտես, որ փուլում ինչպես պատրաստվել, ինչպես ներկայանալ, ու սա շատ կարևոր է, հատկապես նման հեռուստանախագծերում։ Ապրես շատ։ Մերսի շատ ձեզ։ Տիգրան ջան, ես հպարտ եմ, շատ հպարտ եմ, որ քեզ պես տաղանդավոր ուղղակի sense տղա եմ մեծանում ու վստահ եմ, որ դու հետագայում ունենալու ես քո շատ գեղեցիկ ստեղծագործությունները ու մենք քո երաժշտության ներքո պետք է ապարենք, պետք է բեմադրենք, պետք է ստեղծագործենք, հպարտանանք։ Վստահ եմ վաղը հենց քո ստեղծագործություններն են լինելու ու ես անհամբեր սպասում եմ դրան։ Ես ուզում եմ քեզ հաջողություն մաղթեմ եւ վստահ եմ, շատ վստահ եմ, որ մենք դեռ քո անունը շատ մեծ բեմերում ենք լսելու եւ տեսնելու քեզ։ Ապիկ շատ։ Տիգրան ջան, եզրափակենք։ Ինչ սիրուն անունն է Տիգրան ջան։ Տիգրան ջան, իրականում դու էլ ինձ չես զարմացնում, ուղղակի հիացնում ես։ Մերսի շատ ձեզ։ Գիտես, մեկ որ աչքերս փակում եմ ու լսում եմ քեզ կամ ուղղակի կողքից նայում եմ, ինձ թվում է թե մեծ կայացած մի քանի այսպես բարձրագույն կրթություն անցած երաժիշտ աբեմի վրա։ Իսկապես տաղանդը քչերին է շնորհված լինում, բայց որպես կանոն տաղանդավորները մի քիչ էլ ալարկոտ են լինում կամ ուղղակի հենվում են տաղանդի վրա ու այդպես գնում են։ Շատ գեղեցիկ է լինում եւ շատ արդյունավետ է լինում, երբ որ տաղանդավոր մարդը նաեւ պրպտող է լինում, երբ որ մտածում է, անընդհատ մտածում է, երկուսը գումարվում են իրար ու անպայման բեմում տեղի է ունենում մեծ հրավառություն։ Այս հրավառության կրողն ես դու մտածում ես, դու բեմի վրա ես, դու կրում ես արժեքներ, ես խնդրում եմ երբեք չդադարես սրանով։ Միշտ մտածես, թե տաղանդդ ոնց կարող ես էլ ավելի գեղեցիկ ներկայացնես։ Բրավո տղաս։ Անչափ շնորհակալ եմ։ Ես շախմատիստը լավ կմտածի, պատկերացրեք։ Տիգրան Մկրտչյանի համարն է 0-4։ Քվեարկում ենք անմիջապես հաղորդման ավարտից հետո։ SVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում SVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Եվս մի փոքրիկ տաղանդավոր աղջնակ, ով գրավել է իր արտիստիկ կեցվածքով, ճկունությամբ եւ բեմում կերպարանափոխվելու մեծ վարպետությամբ։ Իսկ ես կավելացնեի նաեւ անկեղծ խոսքով եւ ժպիտով։ Դիմավորեք փոքրիկ արտիստիկ Ստելլա Ջանվելյան։ La
it's so hard to live. She lie there so tenderly, fashion so serenely, lived her with care, so young and so fair. Ստելլա Ջանվելյան։ Ստելլա, այնքան ես ուզել ժյուրի անդամներին։ Շատ գեղեցիկ է, շատ։ Տեսնում եք, ինչեր դեռ կարող են անել մեր փոքրիկները, ապրես Ստելլա ջան։ Եվս մեկ անգամ ծափարենք մեր փոքրիկին։ Ես տեսնում եմ, որ Ժյուրին հուզված է։ արցունքներ կան ձեր աչքերին։ Վախ, ցավը տալու, վախ։ Դու արեցիր դա, ապրես։ Նա գլուխ տուր, ապրես։ Սյուզաննա, լսենք ձեզ։ Ստելլա ջան, ողջույն իմ աղջիկ։ Իրականում Ստելլայի արցունքները ես հիմա բացատրեմ ինչու են իմ կարծիքով։ Ստելլա ջան, դու քո էմոցիոնալ դաշտը այնքան կիսեցիր մեզ հետ, այնքան դուրս հանեցիր այդ գեղեցիկը, որ կա քո մեջ ու մեզ բոլորի սփրեցիր, վստահ եմ հերոստադիտողին եւս, որ ճակերտավոր դատարկության մեջ է արտիստը ընկնում նման ելույթից այս գեղեցիկ ելույթից անմիջապես հետո մի լաց եղիր, վստահ եմ սրանք երջանկության արցունքներ են։ Վիկտորիային ելույթից հետո ասում էի այնքան ինքս քո աշխարհում էի քո ելույթի մեջ, որ չհասցրեցի հասկանալ երբ ավարտվեց ելույթդ։ Այսքան կոկիկ, այսքան սիրուն, այսքան պատասխանատվությամբ մեր հերոստաշոուի եզրափակչին պատրաստվել ու այս փոքրիկ հասակում արտիստուհի է կանգնած բեմում, ժողովուրդ։ Իսկապես, չգիտեմ, մեր մասնակիցները շատ են հուզում մեզ այսօր, արդեն որերորդ անգամ աչքերս լցվում են, սա է բեմում գտնվող մարդու և հանդիսատեսի սերտ կապը, այն քեզ հաջողվեց աղջիկս, ապրես։ Մերսի շատ։ Վիկտորիա։ Ստելլա, բոլորս հուզվել ենք, եթե նկատել ես, դու մեզ հետ նույնպես հուզվեցիր, այնպես էիր քո դերի մեջ մտել, այնքան արտիստիկ էիր, այնքան էիր զգում ամեն մի կատարածդ շարժումը, երաժշտության բոլոր նոտաները դրա համար այսպես պորտկացիր վերջում։ Ստելլա, բրավո, ես գիտեմ այս բեմի վրա ինչքան դժվար էր այդ հնարքները անել, այդ պատժոմներիդ վրա բարձրանալը, ես շատ լավ հասկանում եմ այդ շարժումների բարդությունները և կապտուկներիցդ երևում է, թե ինչ մեծ աշխատանք ես տարել ոտքերիդ վրա, ծափարեք խնդրում եմ Ստելլային։ Շատ սիրուն ես, շատ արտիստիկ ես, շատ պրոֆեսիոնալ ես, այս տարիքի համար դու ունես այն ամեն ինչը, որը շատերը կերազեն։ Ես քեզ ծափահարում եմ և շնորհավորում եմ, հաջողություն քեզ։ Շնորհակալ եմ։ Բրավո, բրավո, բրավո։ Անդրե։ Շատ հուզված եմ ես, ապրես շատ ուղղակի փայլուն էր, ինչպես որ դու ես փայլում, այդպես էլ փայլուն բարեցիր, ես նկատում եմ կապտուկները մեր Ստելլայի ոտքերին, ես պատկերացնում եմ ինչ փորձեր էր եւ ինչ փորձանքներ, փորձություններ, այս ամեն ինչ իսկապես հեշտ չի ժողովուրդ ջան, մեկ րոպե եք նայում եւ կարծում եք թե հեշտ է, հեշտ չի, շատ դժվար է, բրավո քեզ, բրավո բեմադրողին, ես շատ հուզվեցի, որովհետեւ ես քո տարիքում եմ եղել եւ սա իմ ամենասիրած երգն է, իմ ամենա Little Susie Michael Jackson-ի իմ ամենասիրած երգն է եւ տատիկս այսօր այստեղ է, ես փչացրել եմ մեր տան իմ սենյակի բոլոր պատերը,
հագցնելով Michael Jackson-ի պաստառները եւ երբ որ Michael Jackson-ի երգերի մեջ պայթյուններ էր, ջարդվում էր ապակիներ բան, տատիկս խոհանոցից վազում էր, ասում էր հիմա ինչ ջարդեցիր, ասում է երգն է։ Չգիտեմ, հիշողությունների գիրկը ընկա, տարար ինձ Արցախ, Ստեփանակերտ, իմ սենյակ, ապրես շատ սիրուներ։ Ես նաեւ ուզում եմ ծափահարենք մեր տաղանդավոր հրեշտակին, մեր ակրոբատ Արմաններ եւ բրավո, իսկապես շատ գեղեցիկ համար էր բեմադրված, այն մարդիկ ովքեր որ կապ ունեն այս համարի հետ, ուղղակի բրավո, շատ սիրուներ։ Շնորհակալություն։ Տիգրան, Եզրափակեք։ Բոլոր համարները Ստելայի այսպես նայում էի ու Ստելան ինձ համար պայքարող տեսակ է, չհանձնվող տեսակ է։ Ստելան ամեն անգամ գալիս է մի նոր գույն բերելով, գալիս է որպեսզի ասի ես կամ ինձ նկատեք։ Իսկ այսօրվա համարի հետ կապված ես թերևս վաղուց չէի նկատել բեմի վրա թատերական ներկայացում, այն էլ մարմնի լեզվով, այն էլ այսքան փոքրիկ հրաշք թատերական մոնո ներկայացնում մարմնի լեզվով, ապրես գեղեցիկ էր։ Շնորհակալություն։ շնորհակալություն, իսկ դուք նկատեցիք, թե որքան երկրպագուներ ունի այստեղ դահլիճում Ստելան։ Ստելա Ջանվելյանի համարն է 0-5։ Քվեարկում ենք հաղորդման ավարտից հետո։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կաթնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կաթնաշոր։ Իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժալի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կաթնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին առողջ ընտրություն ամբողջ օրվա համար։ Կամերան անջատի, քեզ չեմ տալու։ Անջատի։ Տաղանդավոր այդ դյութազունը բազմիցս զարմացրել եւ հիացրել է իր բասկի, կամքի եւ հատկապես ատամների պողպատյա ուժով։ Ուժ, որ պարգևել է նրան Սյունած լեռնաշխարհը։ Դիմավորեք մեր նախագծի ամենաուժեղ մարդուն Արմեն Ադոնց։
Ողջույն սիրելի հարգարժան ժյուրի, ողջույն սիրելի հանդիսատես, ողջույն սիրելի հեռուստադիտող։ Շնորհակալ եմ բոլորից հետ, քանի որ ձեր շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ եւ ցանկանում եմ այս պահին կատարել իմ երազանքներից մի ռեկորդ, որը 3 անգամ ուզեցել եմ կատարեմ, 3 անգամ էլ ոչ թե ֆիզիկապես, այ հոգեպես չեմ կարողացել։ Առաջի, երբ ցանկանում էի կատարել, առաջի անգամ եղավ կորոնան, չկարողացա, երկրորդ անգամ չարաբաստիկ պատերազմներ, իսկ երրորդ անգամ հայրիկիս կորուստներ։ Հայաստանում ունենք դուցազնագիրք, որտեղ ես 4 ռեկորդով գրանցված եմ, եւ այդտեղ գրանցված է մեր հայրենակիցը, 4-ը գրել կա ջեռակ, հայերեն ջեռակ, պայթացրել է փչելով, իսկ Գինեսի գրքում, միջազգային Գինեսի գրքում 9 հատ է, ես այսօր ուզում եմ 4 եւ 9 գումարեմ իրար եւ 13 հատ միանգամից պայթացնել։ Պատրաստ եք։ Համաշխարհային ռեկորդ։ Ավելի բուրըն։ Got Talent Հայաստանի բեմում։ Արմենադոնց։ Շամթի եթերից Արմենադոնցը սահմանեց համաշխարհային
լսում ենք։ Լսենք ժյուրին։ Անդրե։ Բրավո։ Արմեն ջան, երբ որ հասար արդեն 10-րդին, ես ասացի վերջ, Գինեսի գրքում ենք, վերջ, հետո 11, 12 և դե հիմա թող պինդ բռնվեն և փորձեն անցնել ձեր սահմանած Գինեսի ռեկորդը մեր եթերում։ Ձեզ ուժ և կարողություն եմ մաղթում, գերբնական առողջություն եմ մաղթում, որովհետև այսքան պինդ, այսքան ամուր, ցավ եմ զգում ես պատկերացնում եմ, թե ինչ ցավ է ձեր ապարատում, բայց այնքան ուժեղ եք, չգիտեմ, խոսքեր չեմ գտնում, ժողովուրդ, իսկապես եմ ասում, ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ասել, բրավո ձեզ, բրավո Շանթ հեռուստաընկերություն, բրավո, որ Got Talent Հայաստան, բրավո մեր ամբողջ աշխատակազմին, որ այս 5 ամիսների աշխատանքը բերեց այս արդյունքը, այս պտուղները և եմ որ ասում կարող ենք այսպես նստել և ասել Արուս, Գինեսում ռեկորդ ենք սահմանել, բա։ Շատ շնորհակալ եմ։ Վիկտորիա։ Վիկտորիայի ատամնաշարը մինչ հիմա ցավում է, անկեղծ եմ ասում, այնպեսի տպավորություն է, որ ես եմ այդ ամենը արել, որովհետև իսկապես ցավում է ամբողջ ատամնաշարս ու դժվար երևի թե կխոսեմ։ Հիմա մենք բոլորս ձեզ միայն պետք է շնորհավորենք, որովհետև դուք ձեր երազանքը իրականացրեցիք եւ մենք շատ ուրախ ենք, որ այս կարևոր պահին ձեր կողքին ենք եղել, ձեզ օգնել ենք, ձեզ ուժ ենք տվել, չգիտեմ զգում եք թե ոչ։ Իհարկե։ Միշտ ասել եմ, տեսքը, ձեր թեթևությունը, ձեր արտիստիզմը, ամեն ինչ ունեք, ամեն ինչ սիրուն է, ամեն ինչ ճիշտ է, հիանալի է ուղղակի, ապրեք, բրավո։ Ուզում եմ, որ ավելի շատ ռեկորդներ ունենաք եւ վստահ եմ, որ այդպես լինելու է։ Չէ, անկեղծ Ադոնց ջան, եղբայր, ավակ եղբայր ջան, թույլ տվեք այսպես, արդեն չգիտեմ ոնց դիմեմ, էլ չգիտեմ ինչ, Դորք անգեղծ ջան։ Ես հասկանում եք, ես իսկապես ինձ լավ չեմ զգում, հուզմունքից, ուրախությունից, հպարտությունից, ձեր մասին մտահոգվելուց, այս ընդհանրապես ով եք դուք։ Ես գեներում եղել է։ Մեր գեներում հիմնականում բոլորը պատմաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս են։ Այդ ամենը գումարվել, միքսվել է ու հոգեպես, ֆիզիկապես ձեր ներսում է, Ադոնց ջան, եղբայր ջան, ես ինչ հպարտ եմ ես ձեզանով, կեցեք ու վատ եմ, անկեղծ վատ եմ զգում ինձ։ Աստված ձեզ օրհնի, մեծ ուժ տա, հպարտ եմ, որ ձեր հայրենակիցն եմ, բրավո։ Շնորհակալություն, Տիգրան ջան։ Ադոս ջան, կներես այս համաշխարհային ռեկորդ չէր, այս համաշխարհային կլիզմա էր։ Ապրես, գիտես միշտ ես մտածել եմ աշխարհում մարդու համար իմ սուբյեկտիվ զգացողությամբ ամենագերագույն զգացողություններից մեկն է, երբ որ դու առաջինն ես, միակն ես։ Բրավո, դու հիմա առաջինն ես ու միակն ես։ Բա հարցնում էր այդ գերնդին իսկական էր։ Հիշում ես։ Իսկ դե մենակ դու ես հիշում։ Բոլորն են հիշում։ Շատ շնորհակալ եմ բոլորից հետ եւ ուզում եմ մայրիկի շնորհակալություն հայտնել։ Ամերիկայից եկել է, որ այսօր իմ կողքին դնի։ Մամ ջան, շնորհակալ եմ քեզանից ամեն ինչի համար։ Արմեն Ադոնցի համարն է 0-6։ Ես պատկերացնում եմ ինչ եք անելու հաղորդման ավարտից հետո։ Արմեն Ադոնց, այսուհետ համաշխարհային ռեկորդակիր։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի ու ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գադջետներ եւ աքսեսուարներ։ Ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։
Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Ուշադրություն! Աշտանային եթերաշրջանի ամենասպասված իրադարձությունը։ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարում է համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի մեկնարկը X Factor Kids։ Եթե ձեր երեխան 7-ից 14 տարեկան է, օժտված է բացառիկ ձայնային տվյալներով, երազում է մեծ բեմի մասին, ուրեմն սա հենց նրա հնարավորությունն է։ Հարգելի ծնողներ, ժամանակ մի կորցրեք, շտապեք հայտագրել ձեր փոքրիկներին հենց այսօրվանից։ Մանրամասները Շանթի պաշտոնական կայքում կամ կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Սպասում ենք։ Ուշադրություն, ուշադրություն։ Եթե դու օժտված ես որևէ տաղանդով, եթե ուզում ես ցուցադրել այն ողջ աշխարհին, ուրեմն ընտրիր հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհը։ Հենց այս պահից սկսած ներկայացրու քո հայտը, որպեսզի մասնակցես Got Talent Հայաստան նախագծի հաջորդ եթերաշրջանին։ Տաղանդի այս բեմը սպասում է քեզ։ Տաղանդավոր այս զույգը նախագիծ բերեց ոչ միայն պատրանքների արվեստը, դերասանի վարպետությունը, այլ այս կյանքի կարևոր շարժիչ ուժը, որի անունն է սեր։ Դիմավորեք մեր նախագծի ներդաշնակ բեմում եւ կյանքում միշտ միմյանց սիրահարված զույգին Հայկ Ավագյան եւ Անի Պողոսյան։
Ավագյան եւ Անի Պողոսյան։ Ահա տեսակ թե ինչ արեցին, ինչքան վախենալու եւ անսպասելի հնարքներ։ Դուք եք վախեցել։ Անդրե, դու որպես մասնակից խնդրում եմ դու էլ սկսի։ Ես ուզում եմ ասել, կարող եմ թողնել իմ հեռախոսահամարը, եթե շինարարության հետ կապված գործեր լինի, դիմեք։ Այսուհետև սլեսար։ Մեկը կիսեց կնոջը, մյուսը վառեց ամուսնուն։ Շատ սիրելուց է։ Տանակարեց, հետո Սերը ատվելկեց։ տիրում բեմի վրա։ Շատ գեղեցիկ համար էր, շատ գեղեցիկ էր ամեն բան, շատ բեմական, շատ բառերը չեմ գտնում, գիտեք, որ ես էլ եմ մասնակից, ախր ոնց ես ինքս կգովամ ինձ, չեմ կարող, դուք պիտի նայեք ասեք։ Շնորհակալություն։ Ապրեք շատ վարպետորեն էր ամեն ինչ, շատ գեղեցիկ էր, հատկապես Անի ամենասկզբի թռիչքը, երբ որ Հայկը բռնեց, շատ սիրուն էր, համարի սկիզբը դե ավարտել, արդեն չգիտեի ինչ սպասեմ ներսից, բայց Հայկին հետ բերեցինք փաստորեն։ Շնորհակալություն։ Ամեն բան ձեր սրտով էր, Անի։ Այո։ Հենա, չի երևում տեսքից, որ ամեն բան իրենց սրտով է, վստահ հպարտ կանգնել են։ Դե շարունակեք Վիկտորիա։ Հա։ Երեխեք, այսօր բոլորիս շոկի եք ենթարկել, չգիտեմ, տոկի եք ենթարկել, էլ ուրախացանք, էլ հուզվեցինք, էլ զարմացանք։ Դուք շքեղագույն զույգ եք, շատ ներդաշնակ եւ երևի թե դա հենց այն ամենամեծ ուժն է, որ ձեր բոլոր ելույթները դարձնում է սենց իդեալական, էլ ավելի գեղեցիկ, գունեղ, վստահ, հպարտ ելույթներ են դառնում։ Ապրեք։ Հրաշալի էր։ Շնորհակալություն։ Միշտ ցանկացել եմ հասկանամ այդ ոնց են անում այդ որ այդպես պարկում եք եւ ձեզ մեջտեղից կիսում են եւ ոչ մի բան չի լինում։ Մի ասեմ, որտեղ շատ վտանգավոր է մեր նախագծում ինչ որ բան ասել, որտեղ կգան կկիսեն մեզ։ Մեզ բոլորիս։ Բրավո, ապրեք։ Շնորհավորում եմ ձեզ, փայլուներ։ Ինչպես միշտ։ Շնորհակալություն։ Իմ սրտի Սուզաննա։ Հայկ եւ Անի, չնայած որ սարսափելի դրվագներ ինձ համար կային ու բղավոցս, կչկչոցս, չգիտեմ, լսվում էր, չէր լսվում, բայց երևաց, թե ինչքան շատ եք աշխատել, քրտնաջան իսկապես աշխատել, ինչքան նվիրված եք դուք ձեր գործին եւ ես չեմ դադարի ասել, որ այո, դուք արժանի եք գտնվել բեմում եւ չպակասեք բեմից։ Շատ ապրեք։ Ես չգիտեմ ինչ է սպասվում հեռուստադիտողին։ Հերթով բոլորիդ լսում եմ, դիտում եմ, զարմանում եմ, հուզվում եմ, ուրախանում եմ, ծափահարում եմ ու մտածում եմ լավ հեռուստադիտողը, որովհետև մենք էլ ենք արդեն հեռուստադիտող լինելու եւ մենք էլ ունենք որպես հեռուստադիտող ուշադրություն քվեարկելու։ Ու այսպես նստած նայում եմ, լավ որ մեկին քվեարկեմ, ինչ անեմ։ Մեկ ձայն։ Ինչ անեմ։ Ամեն մեկին մեկ ձայն կարող եք ուղարկել։ Եթե լինեմ շատ անկեղծ, ես չեմ սպասել, որ այս տեսակ ֆինալ ենք մենք ունենալու։ Դուք ավելին արեցիք բոլոր մասնակիցներով։ Բրավո։ Շնորհակալություն։ Տիգրան ջան, եզրափակենք։ Որ տեսողական շատ գեղեցիկ էր, հետաքրքիր էր, էմոցիոնալ էր, բայց ես Սես կես կատակ, կես լուրջ մտածում եմ ոնց են մտածել այս սյուժեն, այս հնարքները ինչ պիտի անեն, հետո հասկացա դե որ միասին են ապրում, մի ընտանիք է, մտածել են ինչ պիտի անեն, այդ ընթացքում վեճեր ա եղել, հետո Անին ու Հայկը իրար հետ այսպես վիճելուց Հայկն ասել է վերջ իմ ասածը պիտի լինի, թե չկկտրտեմ։ Հետո Անին ասել է լավ, դե կկտրտես կտենանք, ինչքան կարակա կլսնեմ գլխի դանակներն է կճկեմ մեջ։ Ասլա լավ, ուրեմն մտցնեմ մի հատ տուփի մեջ կպահածոյացնեմ քեզ։ Ու ոչ մեկ չի կարա բացի։ Բացի Անդրեից։ Բացի Անդրեից։ Շնորհակալություն Անդրե ջան։ Ու ծավալես։ Դիմեք, կգամ, կփրկեմ։ Սլեսար դոկտոր Դուս մարդկանց ընտանեկան խոհանոցի հետ ինչ գործ ունես։ Այ կար մոտիկ ասածներից մեջ ճշմարտություն։ 99%։ Ահա, տեսակ։ Ապրեք, շնորհակալություն։ Ովքեր կիսում են այս կենցաղը, քվեարկեք Հայկի եւ Անի օգտին։ Նրանց համարն է 07։
Մեր գործընկերն է աշխարհահռչակ Դամա Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Գրեք Դամա Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Դալմա Garden Mall։ Տաղանդավոր այս պարմանուհին գերել է բազմաթիվ երկրպագուների սրտերը իր երաժշտական խառնվածքով եւ ռիթմի զգացողությամբ։ Նրա հարվածային ձեռքերի տակ նոր շունչ եւ ոգեն ստացել հայկական մեղեդիները։ Դիմավորեք Անուշ Իվանյան։
Իվանյան։ Տեսնում եք, թե ինչ արեց, ապրես Անուշ, մեր Սյունեցի Անուշ, եկեք բարձր ծափարենք։ Ոյ, լավես ինչ եք անում, ինչ եք ուզում մեզանից այսօր, ոնց են ձեզ քվյարկելու, այսքան մեկը մեկից լավը, այս ոնց եք պատրաստվել այս անգամ։ Անուշ ջան, բրավո, ամեն ինչ հիանալի էր ուղակի, թե տեսքիցդ բռնած, այսինքն դու իսկական ցուցադրական նոմեր մեզ ցույց տվեցիր, որտեղ եւ զարմացրեցիր եւ բերդ բարը տեսանք, էլ վերվերին, էլ ամեն ինչ, չգիտեմ, ու գլխավորը որ գծված, գեղեցիկ ունենք սկիզբ, ավարտ, դու շքեղ։ Ինձ հետաքրքիր էր տակառները իրենք հենց երաշտական չեն, չէ, ճիշտ եմ հասկացել։ Ձերքի գործը։ Իրականում չէ, ոչ, ձերքի աշխատանք է ամբողջությամբ ու պետք է նշեմ, որ ամանի հեղուկի ոչկայեր են։ Որտեղ նայում եմ նկատ զգում եմ, որ երաշտական գործիքի հետ կապ չունի, չեմ տեսել, չեմ նկատել։ Պղպջակներ են դուրս գալիս վերջում։ Ապրես, հրաշալի էր միտքը, գաղափարը ամեն ինչը ընտիր էր, քեզ սազում էր ու դե իհարկե մեր այս վերջի բերդը դու էլ իրենց հետ կանգնեցիր, բրավո, ապրես, շնորհավորում եմ քեզ, հիանալի ելույթ էր, հիանալի։ Շնորհակալություն, Սյուզաննա, խոսիր։ Շատ հուզվել եմ ամբողջ ընթացքում ելույթիդ, այսպես աչքերս լցվեցին, սիրտս լցվեց, թրթռաց, ինքնազգացողությունս վատթարացավ, հետ եկավ, մինչև այն պահը, երբ տեսա ոնց ես դու տղաների հետ կանգնում։ Ժողովուրդ, Անուշը եկավ նախագիծ որպես մի աղջնակ ու առաջին հայացքից մենք տեսանք, պարոն Գյուլումյանը ասեց դե չգիտեմ դհոլը, հայ աղջիկը եւ այլն, ուրեմն տեսեք իսկական հայ կնոջ, իսկական հայ կնոջ կերպարը այսպեսին է լինում։ Դու այնքան հզոր ես, այնքան ուժեղ ես Անուշ, ու դրա համար ես շատ հուզվել եմ, այս սա է իսկական հայուհին, ես հպարտանում եմ քեզանով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տիգրան ջան, դե Նախ ինձ համար զարմանալի էր էլի երաշտական գործիքա հորինվե բեմի վրա։ Եկեք էլի փաստենք, բեմի վրա երաշտական գործիքա հորինվե։ Հրաշալի մի էմոցիոնալ կատարում էր, որտեղ արտիստիկ երբ որ կատարման հետ միասին ոչ թե ջանքեր տապում միայն նվագեիր, այլ ամբողջ այսպես շոու ծրագիր էր, տրամադրություն էր, գեղեցիկ էր եւ այսպես լավ էներգիա փոխանցեցիր, ես տեսա շատ այսպես բեմական մեծ հրավառություն քո կողմից ապրես։ Շնորհակալ եմ։ Անդրե ջան, եզրափակենք։ Խոսացեք, քննարկեք, որովհետև իսկապես սա մեգա նախագիծ է, մեգա մասնակիցներով, անգամ կասկածի մի նշույլ չունեի, որ հենց մեր եզրափակիչը լինելու այսպես հզոր, Անուշ ջան, սա ուղղակի շատ հրաշալի բեմադրություն էր, շոու հիացրել ես ուղղակի, որ մասնակցություն ես ունեցել այս համարում եւ ապրես դե սպորտսմենուհի, գեղեցկուհի։ Բրավո, ուղղակի ես իսկապես հիացած եմ, նաև ուզում եմ ծափարենք տղաներին, այս, չգիտեմ, շատ եմ որ Got Talent Հայաստան, չէ, հենց այնպես չի, որովհետև շատ հայկական է։ Բրավո։ Բայց այս ամենը հենց այնպես չի տրվում, գիտեք թե որքան աշխատանք են տարնում եւ ես հիմա նկատում եմ, որ Անուշի ձեռքը վնասվել է, նույնիսկ արյուն է գալիս, ինքն էլ չէր տեսել։ Անուշ ջան, շտապիր կուլիսներ, որպեսզի անպայման լուծես այս հարցը, ես տեսնում եմ այստեղ էլ վնասվածք ունեք։ Անուշ Իվանյանի համարն է 0-8։ Քվեարկում ենք շատ ակտիվ հաղորդման ավարտից հետո։ Բան ես ուզում ասել, ասա Անուշ ջան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, որ այսպես կարողացել է ինձ ամեն ինչ անել, սկսած շորերից, գործիքներից, սկսած։ Բրավո։ Մեր մասնակիցների եթերային վարսահարդարումն ու դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան, կոլորիստ եւ վարսահարդար Լուսինե Գասպարյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմին։
Ելույթներն ավարտվեցին, վերջին անգամ հիշեցնենք քվեարկության կարգը։ Թիմի Viva-ի Յուքոմի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 44-49 կարճ համարին, նշելով իրենց նախընտրած մասնակցի հերթական համարը։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հաշվելու է 1 ձայն։ Կարող եք նաև քվեարկել Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքեջում, ինչպես նաև Շանթի եւ Got Talent Հայաստան նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջերում տեղադրված հղումով։ Խնդրում ենք, մեկնաբանություններում մի քվեարկեք, նամակներ մի գրեք, դրանք չեն հաշվվելու է միայն հղումով արված քվեարկությունը։ Քվեարկությունը կսկսվի ծրագրի ավարտից անմիջապես հետո եւ կտևի ընդամենը 1 ժամ։ Չափազանց դժվար ընտրություն է։ Ում օգտին է քվեարկելու հեռուստադիտողը։ Ով է նվաճելու հաղթողի պատվավոր կոչումը։ Վստահ եմ, շատերը դեռևս չեք կարողանում կողմնորոշվել։ Ուրեմն եկեք վերհիշենք ելույթները։ $242 վերջում 10:06-ը հունիսի 10-ն է այսօրվա ամիս ամսաթիվը այստեղ դնենք 2 հատ կետ հենց այն ժամն է որը հիմա գտնում է ձեր հեռախոսի մեջ 22:42 Շանթի եթերում եկեք բարձր ծափարենք ու ողջունենք մեր 8 մասնակիցներին, հաղթողի 8 հավակնորդներին։ Նրանք արեցին հնարավոր եւ անհնար ամեն ինչ ձեր սիրտը, հոգին եւ ձայները գրավելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր գործընկերոջը SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է ուշադրություն մասնակիցներ գլխավոր մրցանակը։ Նա ով հաղթի կմեկնի ԱՄՆ Royal Caribbean-ի շքեղ զբոսանավերից մեկով հրաշալի ժամանցով եւ համերգային ծրագրով մի հետաքրքիր ճամփորդության։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Մեր մասնակիցների վարսահարդարումը եւ դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան կոլորիստ վարսահարդար Լուսինե Գասպարյանին եւ նրա թիմին։
Եթե ուզում եք եթերից ավելի շուտ դիտել ձեր սիրելի ծրագրերը, ֆիլմերը, ուրեմն շտապեք ներբեռնել Շանթ Digital TV հավելվածը եւ բաժանորդագրվել։ Իդեպ մի գեղեցիկ օր սերիալը դիտող բազմաթիվ օգտատերեր Գոհար։ Ինչ նշանակում մի գեղեցիկ օր։ Վատ օրերն ով է սերիալ նայում։ Զիրոյան, դա սերիալի անունն է, մի գեղեցիկ օր։ Հա, այդ ուրիշ։ Եվ այսպես օգտատերերը գրում են, որ այն դպրոցական կյանքի մասին ամենահաջողված սերիալներից մեկն է եւ իրենք ամեն անգամ անհապեր սպասում են հաջորդ սերիային։ Ահա։ Սպասելու փոխարեն ներբեռնեք Շանթ Digital TV հավելվածը եւ եթերից 2 սերիա առաջ դիտեք մի գեղեցիկ օր հրաշալի սերիալը։ Շանթ Digital TV հեռուստատեսությունը ձեր գրպանում օրվա ցանկացած ժամին եւ վայրում։ 8 տաղանդ, 8 անհատականություն, 8 երազանք եւ ընդամենը 1 գալ դեպի հաղթանակ։ Ում է հեռուստադիտողը շնորհելու հաղթական դափնին։ Մենք սպասում ենք ձեր վերջին վճռին։ Դե 3, 2, 1 Վերջ, քվեարկությունը սկսված է։ Կհանդիպենք հաջորդ կիրակի եւ կտոնենք Got Talent Հայաստան նախագծի հաղթանակը Շանթի եթերում։ Pink Berry, վայելիր այս պահը։